Կեցցե Ֆիդելը, կեցցե Օբաման, դեռ տարիներ առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ կոմունիստական Կուբայի մայրաքաղաքի փողոցներում մարդիկ կողջունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին։ Երեկվանից Բարակ Օբաման սկսել է իր պատմական այցը մի երկիր, որը խորհրդային մամուլում հպարտորեն անվանում էին ազատության կղզի։ 1959 թվականին է Ֆիդել Կաստրոն սովետների ֆինանսական եւ ռազմական աջակցությամբ կոմունիստական վարչակարգ ստեղծել Կուբայում։ Տասնամյակներ շարունակ այդ կղզին գոյատևել է շրջափակման պայմաններում եւ տնտեսական օգնություն միայն կոմունիստական աշխարհից է ստացել։ 15 ամիս առաջ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ արմատապես վերանայում է Վաշինգտոնի քաղաքականությունը Հավանայի նկատմամբ։ Նա ասել է, որ Ամերիկան երբևէ չի նահանջի մարդու իրավունքների հարցում եւ կշարունակի Կուբայի ղեկավարներին հորդորել բարելավել վիճակը, ազատել քաղբանտարկյալներին։ 2014 թվականի դեկտեմբերի 14-ին Օբաման հեռախոսով զրուցել է Կուբայի ներկայիս նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, ով այդ պաշտոնում փոխարինել է վատառողջ եղբորը Ֆիդել Կաստրոյին։ Երկու երկրների ղեկավարները որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, հայտարարել են, որ կստորագրվեն հեռահաղորդակցության պայմանագրեր եւ կվերականգնվի օդային հաղորդակցությունը։ Սակայն 54 տարի տևող տնտեսական էմբարգոն մնում է ուժի մեջ։ Թեպետ Օբաման հայտնել է, որ շրջափակումը որպես քաղաքականություն ժամկետանց է։ Երեք Հավանայում նրան դիմավորել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիան։ Օբաման Կուբայի մայրաքաղաքում նախ հանդիպել է վերջերս վերաբացված ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին։ This is a historic visit and it's a historic opportunity to engage directly with the Cuban people. Ստեղծվել է Կուբայի ժողովրդի հետ անմիջական շփման պատմական հնարավորություն, ասել է Օբաման դիվանագետներին։ Միացյալ Նահանգների նախագահի օրակարգում կհանդիպում Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ։ Օբաման պետք է հանդիպեր նաև այլախոհներին, սակայն նրա այցից մի քանի ժամ առաջ Կուբայի ոստիկանները բերման են ենթարկել մոտ 5 տասնյակ ընդդիմադիրների։ Օբաման ընդամենը 48 ժամով է մեկնել Կուբա։ Ամերիկացի դիվանագետներին հանդիպելուց հետո նա շրջել է մայրաքաղաք Հավանայի կենտրոնում, որը 1982 թվականին հայտարարվել է համաշխարհային ժառանգություն։ Օբաման, առաջին տիկին Միշելը եւ նախագահի դստրերը Մալիան ու Սաշան զբոսանքը սկսել են Պլասա դե Արմասից, զենքի հրապարակից։ Հյուրերին ուղեկցել է պատմաբան Էուսեբիո Լեալը։ Հավանայի բնակիչները բավական ոգևորված են։ Օբամայի այցը շատ ազդեցիկ երևույթ է Կուբայի եւ ամբողջ աշխարհի մարդկանց համար։ Տեսնենք արդյոք Կուբան եւ Միացյալ Նահանգները հարաբերությունները կբարելավեն, ասել է Հավանայի բնակիչներից մեկը։ Շատ հուզված եմ, հենց նոր տեսա նրան Մալենկոնում եւ այստեղ պատմական թաղամասում, ասել է մեկ ուրիշը։